հանքերը շատ հարուստ են, այնպիսի 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, որ ունի այսօրվա Հայաստանը, իրական Հայաստանը, ոչ ոք ոչ մի երկրագնդի ոչ մի կետում այդքան մեծ քանակի հարստություն չկա։ Մոտավոր հաշվարկով դեռ սովետական միության տվյալների հիման վրա 4-ից 5 տրիլիոն դոլարի մենք ունենք թանկարժե եւ գունավոր մետաղների հարստություն հանքերում։ Մեր գետնի տակ 4-ից 5 տրիլիոնի հարստություն արդեն պրոգնոզն է, հա, այսպես կանխատեսվող, որը Սպուտնիկով ուսումնասիրված է, բայց հաստատված չի մանր անալիզներով, բուրենիայի միջոցով արված չի, հա, վերջնական, պեղումներով հաստատված չի։ Այդքան էլ մենք ունենք գազիմինի մետալի հազվագյուտ մետաղների եւ էլեմենտների պաշարներ, որը նոր է համար, որը եզակի էլեկտրոնիկայի եւ կոսմիկական եւ հրթիռային այդ նորագույն տեխնիկայի համար ապագան է, այսինքն այդ առումով էլ մենք շատ արագ զարգանալու հնարավորություն ունենք։ 4-ից 5 տրիլիոնի դեռ սովետական միության հաշվարկներով մենք ունենք ոչ մետաղական հանքային հարստություն, պերլիտ, պենզա, մրամր, գրանիտ, բազալտ, տուֆ, այդ պաշարները այդքան են։ Այդ երկուսը հաստատված են սովետական միության ժամանակից, որ արխիվներում կա, ես իմիջը վերցրեցի, ունենք մենք Հայաստանի Հանրապետության հարստությունը 90 թվականի սովետական միության տվյալներով, այդ տվյալները կան։ Իսկ այս պրոգնոզն հազվագյուտ մետաղների եւ էլեմենտների մասին Մոսկվայում զբաղվում են մեր հայր եւ աղջիկ գիտնականներ, Գևորգյանները, մեծ հենց այդ բնակավարի մասնագետ, որոնք հաստատել են 4-ից 5 տրիլիոն էլի։ Այսինքն եթե մենք վերցնում ենք հիմա միջազգային տվյալներով վերջերս 25 թվականի դեկտեմբերի տվյալներով, երբ որ ովքեր են աշխարհի, որ պետություններն են աշխարհի ամենահարուստ պետությունները, 10-ը 10-րդ հարուստ պետությունը համարվում է Վենեսուելան, որի հանքային պաշարները 15 տրիլիոն է։ Մենք Վենեսուելայի չափ 9-րդը Իրանն է 17 տրիլիոն։ Մենք այդքան հարստություն ունենք։ Եվ ուղղակի մենք տերը չենք։ Բոլորը եւ Վենեսուելան գիտեք, ուղղակի մեր պետությունը, մեր սահմանադրությունը այնպես է գրված, այնպես է գործում, որ սահմանադրությունը առաջինը եղել է շատ խելոք, շատ գրագետ, բայց հետագայում մեզ զրկել են ամեն ինչից, մեր ժողովրդին։ Եվ քանի որ զրկել են, այսօր եթե արաբական պետություններում ծնվում է երեխա, միանգամից հաշիվ է բացում եւ մոտավորապես $1 միլիոն չափ երեխայի հաշվին գրվում է փող, մի քիչ ավել, մի քիչ պակաս տարբեր երկրներում, իսկ մեր երեխան ծնվում է, անմիջապես ունի մեր հաշվարկով, քանի որ ունենք 15 միլիարդ արտաքին պարտք, ամեն երեխա 3 միլիոն բնակչություն, 15, ամեն երեխան հենց ծնվում է $5,000 պարտք ունի իրեն ուսերին, թե ինչու եմ գավոր երեխան եւ ոչինչ չի հասկանում, որպեսզի դա չլինի, ուղղակի մենք պիտի աշխատենք միջազգային օրենքներով։ Ուրեմն ասեցինք առաջինը սահմանադրությունը պիտի փոխվի, պիտի միջազգային օրենքներով աշխատենք, բոլոր հանքարդյունաբերող պետությունները, զարգացող պետությունները աշխատում են համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքի համապատասխան Սովետական միության փլուզումից հետո ովքեր Սովետական միության հանրապետությունից զբաղվում են հանքարդյունաբերությունով, Միջին Ասիայի, Ադրբեջանը, բոլորը անմիջապես ընդունեցին, Ալիևը առաջին ընդունեց, Հեյդար Ալիևը առաջին ընդունեց այդ օրենքը ինչ է տալի, դա միջազգային ընդունված օրենք է, որը թույլ չի տալի, որպեսզի կեղեքեն այն պետությունը, որտեղից հումքը հանում են, համաձայն այդ օրենքի մինիմում 51%-ից 76%-ը եկամուտի շահույթի պիտի մնա այդ երկրի ժողովրդին պիտի մնա։ Իսկ մենք այդ օրենքը մեր մոտ չի գործում, քանի անգամ ես արդեն քանի տարի է, մոտ 5 տարի ես ասում եմ 20 թվականից, ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Եվ այդպիսի թալան հանքերի, որ մեր հանրապետությունն է կատարվում, աշխարհի ոչ մի երկրում չի կատարվում։ Ով է մեղավոր, մենք ենք մեղավոր։ Եվ այսօր Աստված տվել է
մի 10 օր հետո պիտի լինի, հա, 10 օր հետո երևի արդեն ընտրությունները ժողովուրդը կարող է ուշքի գալ, սթափվի եւ չգտնի մեղավորներ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում, մեղավորը մենք ենք։ Երրորդը, որ ինչ պիտի արվի, պիտի դրվի բոլոր աշխարհի բոլոր երկրները հանքանյութը միանգամից հանքից չեն հանում ու դուրս տալի, վերամշակում են, ստեղծում են, եթե մետաղական հանք է, քիչ թե շատ մաքուր մետաղ, որի արժեքը շատ բարձր է եւ աբյոմը քիչ է, եւ որից առանձնանում է այն մետաղը, եթե ոսկու հանք է, միայն ոսկին է դուրս հանվում, հարակիցը մնում է, էլի ժողովրդի, այո, մի քանի անգամ ավելի թանկ է մնում է, դա պետք է այդ օրենքը ընդունվի շատ արագ, հանքանյութի արտահանման արգելքի օրենքը, դա մի օրվա որոշում է, ահա, պիտի մեր, քանի որ մենք ունենք 3 խումբ հյուսիսում, Ալավերդին, կենտրոնում Սոտքը եւ հարավում Ղափանա, Գորիսը եւ Քաջարանը, Մեղրին, 3 տեղերում ստեղծել մետալուրգիական կոմբինատներ 1, 2, 3 անգամ վերամշակելու համար, որից հետո ստեղծել աֆինաժնի գործարան, աֆինաժը կարող է լինել 1, որտեղ աֆինաժի զավոդ արդեն մտնում է մաքուր մետալ ստանալու համար, դա ծավալները շատ մեծ չէ, եւ մենք շատ արագ կարող ենք դառնալ տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող պետություն եւ կարող ենք այնքան գումար ունենալ եւ որ մեր սոցիալական հարցերը լուծենք, մեր թոշակների հարցը լուծենք, մեր ինվալիդների հարցը, բժշկության, բանակի խնդիրը շատ արագ առանց ուշադրություն դարձնելու կլուծվի։ Վերջին հարցը որ պետք է արվի, պիտի խիստ պետական եւ ժողովրդական հսկողություն լինի, առանց դրա ոչինչ չի արժի։ Եվ դրա մեխանիզմները պետք է մշակվեն։ Կան, դեռ սովետական միությունից հիշում եք նարոդնի կոնտրոլ կար։ Այդ մշակված են։ Ուղղակի պիտի վերցնել ու օգտվել։ Ես օպտիմիզմով եմ լցված